Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչ ասել է պրոֆեսիոնալ բանակ, պաշտպանության նախարարի պատասխանը բանաձևի նման է, պարտադիր ժամկետային զինծառայությունը օրենսդրական պարտականություն է, իսկ պրոֆեսիոնալ բանակի հետ իրենց կյանքն են կապում զինվորները 5 տարի, գուցե 10-20։ Զինվորականը, երբ որ ներգրավում է ժամկետային զինծառայության, որքան էլ ինքը իր գործում լինի ունակ, պաշտպանունակ, պատրաստված, իր աշխատանքը պրոֆեսիոնալ չէ։ Այլ բան է, երբ որ մարդը իր կյանքը կապում է բանակի հետ, այդ մարդիկ համարում են պրոֆեսիոնալ։ Մենք ուզում ենք, որ բանակում ծառայող ցանկացած ոք կամ հիմնական հատվածը կորիզը կատարի պրոֆեսիոնալ աշխատանք։ Ունենանք պրոֆեսիոնալ բանակ, ժամկետային պարտադիր զինծառայությունից կհրաժարվենք, Սուրեն Պապիկյանի պատասխանը միանգամից է, ոչ, 5 տարի անց էլ ըստ նրա պրոֆեսիոնալ, ասել է, թե իր կյանքը բանակի հետ կապած զինվորականի կողքին պետք է լինի պարտադիր ժամկետային ծառայող։ Առանց ժամկետային զինծառայության ես չեմ պատկերացնում Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունը, ավելին ես ժամկետային զինծառայությունը տեսնում եմ խողովակ, որի միջոցով նույն պաշտպան հայրենիք ծրագրով կհամալրվի մեր պայմանագրային զինծառայությունը եւ պրոֆեսիոնալ բանակը կհամալրվի ու կդառնա ամբողջական։ Քննադատությունների մասին, թե պարտադիր ժամկետային ծառայությունը կես տարով կրճատելը հանգեցրել է զին անձնակազմի նվազման, Պապիկյանը թվերով է խոսում, պնդում, թե հնարավոր է, որ բացը, որ բանակը կարող է զգալ 1.5 տարի անց, հիմա արդեն կարողացել են կանխել։ Վերջին 2.5 տարվա ընթացքում պարտադիր զինծառայության զորակոչված ավելի քան 4200 զինվոր պայմանագրային է դարձել, եւս 900-ը հայտ են ներկայացրել։ Դուք նշեցիք թվեր, փորձագետների վկայակոչած, մենք հիմա արդեն իսկ խնդիրը լուծել ենք, եթե ձեր վկայակոչած թվերը իրական են։ Ես իրական թվերին չեմ անդրադառնում։ Մի կողմից Ադրբեջանը խաղաղություն է խաղում, մյուս կողմից ավելացնում ռազմական բյուջեն, լցնում զինանոցը։ Նրանց հետ մրցավազքի Հայաստանի կառավարությունը դուրս չի գա, բայց սա չի նշանակում, որ դադարեցնելու են սպառազինության ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, ասում է Պապիկյանը։ Ադրբեջանի ծախսերը իմ խնդիրը չէ։ Մենք չենք պատրաստվում մեր ողջ տնտեսությունը կամ էլ սպառազինության ձեռքբերմանը եւ ըստ էության տնտեսության քանդմանը, բայց միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ այն ձեռքբերումները, որը ոչ մի կերպ չեք ուզում տեսնել, դրանք իրոք լուրջ ձեռքբերումներ են եւ չի կարելի սրա հետ հաշվի չնստել։ Ինքնիշխան Հայաստանի հողերն այսօր էլ Ադրբեջանն օկուպացրած է պահում, ըստ պաշտպանության նախարարի այդ խնդիրն այնուամենայնիվ պետք է լուծի հայ-ադրբեջանական սահմանազատում սահմանագծումը եւ հարց հենց այստեղ։ Վերջերս ահազանգեր էին հնչում, թե Սև լճի հայկական դիրքերից մեկը հասնելու համար մեր զինծառայողներն անցնում են ադրբեջանական դիրքով։ Քիչ է դեռ մի բան էլ թշնամու զինվորները նրանց ստուգում են։ Պապիկյանը հերքում է, ստուգում չկա, իսկ խնդիրը դեռ 2021-ից է առաջացել։ Դրանքը հետեւյալն է, կամ պիտի այդ դիրքը թողնենք, կամ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը, որպես պաշտպանության նախարար, դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պիտի մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ, մյուս ընտրանքը մեր զինվորները անցնում են ադրբեջանական դիրքի կողքով։ Ինչ վերաբերում է զինված ուժերի նոր համազգեստին, ապա փորձարկումների ավարտից, ինչպես նաև վերջնական հաստատումից հետո պաշտպանության նախարարը օրենսդրական նախաձեռնությամբ կգնա խորհրդարան, կառաջարկի այդ համազգեստի մասնավոր վաճառքն արգելել, զինվորի շորը մաշվի, պատռվի, պաշտպանության նախարարությունը հարցը կլուծի։ Հիմա էլ կարգով այդպես է, բայց մասնավոր դեպքեր են մեկ էլ լինում։ Ընտանիքն է համազգեստը հասցնում զորամաս։ Զանգեզուրի միջանցքը կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նրա խոսքով Ադրբեջանը շարունակում է նախագծի վրա աշխատանքները։ Նախիջևանի կողմում կան նաեւ անավարտ հատվածներ։ Ադրբեջանը հավանաբար այս տարի կսկսի դրանց շինարարությունը, նշել է Ուրալօղլուն։ Նրա խոսքով թուրքական կողմը այս տարի առաջընթաց է ակնկալում այս ուղղությամբ։ Հայ-թուրքական սահմանի ախուրիկ սահմանային անցակետում տեղադրվել է հայկական դրոշ։ Այս տեղեկությունը լրատվամիջոցներից մեկին հայտնել է Ախուրյանի համայնքապետարանի ղեկավարը։ Մինչև այս տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներս ռուս խաղաղապահներին փոխարինել հայ սահմանապահներով թուրքական սահմանի ախուրիկ անցակետում։ Բացի այդ, կան տեղեկություններ, որ թուրքական կողմն արդեն սկսել է Մարգարեի անցակետի հատվածի շինարարական աշխատանքները։ Փորձագետների կարծիքով այս ամենի նպատակը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների
պայմանների վրա ազդելն է խաղաղության գործընթացի իբր շարունակականության տրամաբանության մեջ։ Հատկապես երբ որ մայիսի 4-ն էլ Եվրոմիության ներկայացական այս հավաքն լինելու, պետք է ինչ-որ սիմվոլիկ խորհրդաշարական քայլեր կատարվի։ Այդ քայլերից մեկը կարող է լինել թուրքական սահմանի բացումը։ PR նպատակներ տեսեք, բացվում է, արդեն շրջափակումը վերացավ, հիմա լավ ենք ապրելու, խաղաղություն է այս կոնտեքստում։ 2025 թվականի դեկտեմբերին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 3.3%, ամենաբարձր գնաճը գրանցվել է սննդամթերքի շուկայում տարեկան 4.3% և ամսական 2.9%, միաժամանակ տարեկան կտրվածքով բանջարեղենի գները նվազել են 7.5%, սակայն ամսական աճել են 12.5%-ով։ 2025 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է բենզինի 0.1% գնաճ և դիզելային վառելիքի 0.1% գնանկում։ 2025-ի դեկտեմբերին 2024-ի դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 0.8 և 0.9%-ով։ 2025 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի Հանրապետության պետբյուջեի եկամուտները կազմել են 2.579 միլիարդ դրամ, նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 13.7%-ով։ Միևնույն ժամանակ պետբյուջեի ծախսերը կազմել են 2.844 միլիարդ դրամ, ինչը 2024-ի համադրելի ցուցանիշը գերազանցում է 13.7%-ով, տվյալները ներկայացրել էր վիճակագրական կոմիտեն։ 2025 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը վճարել է 8.6 միլիարդ դրամ հարկուտուրք, նախորդ տարվա համեմատ այս թիվը աճել է շուրջ 64%-ով, աշխատավարձային վճարումները կազմել են 9.5 միլիարդ դրամ 8.5% աճով, ցուցանիշները գերազանցել են նաև 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքները, տվյալները ներկայացրել է ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Վերջին շաբաթներին քաղաքացիները ահազանգում են, արյան ճնշումը կարգավորող դեղերը թանկացել են։ Ընդ որում սա մեկ դեղի կամ մեկ դեղատան խնդիր չէ։ Մասնագետները նշում են, դեղերի գնաճը Հայաստանում դարձել է շարունակական և համակարգային։ Ըստ ոլորտի փորձագետների թանկացման մի քանի պատճառ կա։ Առաջինը Հայաստանում չկան դեղերի գները սաստող և կարգավորող հստակ մեխանիզմներ։ Երկրորդը կա դեղերի խորը դեֆիցիտ և զարտուղի ճանապարհով մեծ քանակությամբ դեղերի հոսք, ինչի արդյունքում չկա վերահսկողություն և յուրաքանչյուրը իր ուզած գնով է վաճառում դեղը։ Գնաճը փորձագետները կապում են նաև ապահովագրության համակարգի հետ։ Անի որ արդեն իսկ գաղտնիք չի, որ ապահովագրությունը, որը որ մտել է Հայաստանի Հանրապետությունում, տվյալ պահին նորից պիլոտային է, ոչ մի հստակություն դեռ չկա, առավել եւս դեղորայքի մասով։ Դրա համար իրանք չգիտեն, թե գնահատվամբ երբ կստանան գումարի վճարները։ Այդ իսկ պատճառով ապահովելով իրանց ֆինանսական ծախսերը, իրանք գները թանկացել են։ Իսկ եթե մատակարարը գինը թանկացնում է, բնականաբար թե մեծապահ ընկերություններն են գները թանկացնում, թե մանրապահ գները թանկացնում։ Խաչատրյանի խոսքով, օրինակ, եթե պետությունը կամ ապահովագրական ընկերությունը տվյալ դեղի համար նախատեսում է 1000 դրամ փոխհատուցում, դեղատանը այն վաճառվում է 1600 դրամով և քաղաքացին 600 դրամը վճարում է իր գրպանից։ Այսպիսով շուկայում ձևավորվում է պարզ, բայց վտանգավոր իրավիճակ։ Կա պահանջարկ, կա դեֆիցիտ, սակայն չկա վերահսկողություն։ Պնդում է, այս օրինակով պարզ է դառնում, որ որոշ դեպքերում դեղերի փոխհատուցումն ավելի շատ ձևական է դառնում։ Իսկ դեղատների ցանցից տեղեկացրել են, որ դեղերի թանկացումները հիմնականում պայմանավորված են ներմուծողների գնային քաղաքականությամբ։ Դերը ստացա ու կարճ ասպիրինը ես ծախում եմ 700 քանի դրամ, բայց որ ստացել եմ 800-900 դրամ, երեքնոր տեսել եմ։ Քանի որ դեղերը թանկացնում են, աշխատողն են, դեղատանտերն են թանկացնում են, մատակարարողը ումիջով ստանում են, մատակարարները թանկացնում են։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, դեղերի վերահսկողությունը առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնին է վերապահված։ Համակարգը նոր է, փորձագետները հույս ունեն, որ գոնե առաջիկա 2 ամսում թանկացումների հարցը կկարգավորվի։ Թանկացող դեղերը հատկապես ծանր բեռ են տարեցների, քրոնիկ հիվանդություն ունեցող և այն քաղաքացիների համար, ովքեր ամիսը մի քանի անգամ ստիպված են դեղ գնել։ Իսկ մինչև պատասխանատու կառույցները չստեղծեն դեղերի շուկան վերահսկելու հստակ և թափանցիկ մեխանիզմներ, գնաճը կշարունակվի։ Դրա գինն էլ, ինչպես միշտ, կվճարեն շարքային քաղաքացիները առողջության հաշվին։
Եղվարդի վարչական տարածքում գտնվող Պաշտպանության նախարարության Էնզորամասի դրսի ավտոկայանատեղին եւ հարակից մոտ 1.5 կիլոմետրանոց դաշտամիջյան հատվածը ճահճի է վերածվել։ Հակասանիտարական վիճակ է, գարշահոտը զգացվում է մի քանի 100 մետրից։ Կեղտաջրերի լճակա գոյացել։ Սա իմ տեղեկություններով Եղվարդից եկող կեղտաջրերի կոյուղատարերն են, այնտեղ 2-3 տեղ վնասված է, դուրս է տալիս ամբողջ կեղտը։ Հավանաբար կոյուղատարերն են վնասվելու, կեղտաջրերը մոտ 2 կիլոմետր են հոսում, ողողում այդ հատվածը մեքենաներ կայանել չեն կարողանում, անցուդարձ անել եւս։ Հունվարի 1-ից այս վատ վիճակն է։ Ինձ թվում է այս հարցով էլ պիտի դիմենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին։ Veolia ջուրընկերությանը ահազանգեր շատ են եղել, սակայն այնտեղից հայտնել են, որ դա իրենց խնդիրը չէ։ Իսկ թե ով պետք է հրատապ վթարը վերացնի, պարզ չէ։ Այդ ընթացքում կոյաջրերը շարունակում են կուտակվել ու ամբողջությամբ ճահճի վերածել տարածքը։ Զորամասի տարածքը ավտոկայանատեղին փրկեք այս գարշահոտ վիճակից։